Տղերք հանձնվել եք աշխարհի ամենաստոր բոզիտրու ողորմածությանը Նիկոլ աշխարհի ամենավերջի, ամենավատ, ամենաստոր բոզիտրն է Այդ պատկերացնելու համար մենակ որ գիտես որ կնգան ու աղջկան գայս են իրա տան մեջ իրա դոշի վրա դոմփում են էթում են հետի հերիքա նու գոնե Մարիամիկին են դեվին չեմ պատկերացնում որ մեկը կարին է այդքան խմի Են բաբայի գամ ոնց որ լինի Իմի սպասում եք որ Նիկոլը հանգած բարեգութ Նիկոլը գիժ է ու իր ֆանտազիաները ոչ մեկ չի կարող պատկերացնել հենց որ իմ էլ Քոչարյանն ասեք թող միշտ լողացած լինի պատրաստ բիլիոն փոխած բանման հետո Սամվել Կարապետյանի հերթն է գալու մեղրանք ասելով հելեք Այդ թագը չկարեցակ կիսեք, թագը չկարեցակ Չգիտեմ ինչներիդ վրա եք Ծառուկյան օրինակ 50,000 մարդ է հավաք է բայց համոզված եմ իր աշխատողները իր այդ կապված մարդիկ խնամի ես շատ գիտեմ ինչ շատ ավելի շատ են քան այդ 50,000 իր մոտի հարց առաջանա ինչի իր աշխատողները իրան չեն ընտրում երևի Դրա համար որ աշխատողներից թուրքի նման է վերաբերվում Սուտկայա կայնում զապրավչիկ են նացած երկու օրը փոխանակ կարինա հանգստանը այդ մայիսին որտեղ համբալություն անում Քոչարյանին դև են սարքե հիմքերը կային էլի այդ իր աշխատած տարիներում էլ են այդ ընտրակեղծարարություններն էլ է մարդկանց գործից հանել են չընտրելու համար ին վրա ակտ են գրի իրան չընտրելու համար Նենց որ իր համար ես ամեն ինչը զարմանալու չի, պտ ինքը պատրաստված էր Կարեն Սամվել Կարապետյանը դե լուրջ կարգին տղա է, բայց ընկավ Սերժիկի խելքին Ինքը մի որ խելք ունենա, քանի դեռ ուշ չի Գեղամ Նազարյանները Էդգար Ղազարյաններից են ծնվում Ինչքան Սերժիկի դրածոկ է մոտը Մանդատները ձեռից պտի վեկալի ու քացով խփի որդենին սիկտիր անի Այս ճաշե փողը մի մոռացեք, որ Սերժիկն է եղել ու իր բոզիտրա փեսը Նիկոլից, Սերժիկից վատ Մենակ Նիկոլ, Սերժիկից ու իր փեսուց աշխարհում վատ մարդ Մենակ Նիկոլն էր 8 տարվա մեջ փեսու հետ գտան դրեցին Մենակ Նիկոլի պարագայում էր Որ Սերժիկը կարար իշներ քաղաք հանգիստ մանգար Ոչ մեկ չքաքեր վրեն Մի մոռացեք, որ այս սահմանադրության հեղինակն էլ է ինքը Նիկոլի բերողն էլ է ինքը Կյանքի որակեն աստիճան հասցնողը, որ ժողովուրդը էթա նախրի մեջի էշի հետևից, էլի ինքն է Իսկ դուք Սերժիկի հետ կապնվում եք, Սերժիկի հետ բաները Էդգար Ղազարյանների ձեռից վեկալեք, եկուց էլ Էդգար Ղազարյանի հերն է Էրազին գալու ասիների բանին Քոչարյանի թիմից ձև չկա մեկ էթա միանա Նիկոլին Իսկ ձեր Էդգար Ղազարյանները այդ առաջի բանով էթալու են միանան Նիկոլին Պատրաստվեք, դատվելու եք, չկարեցակ ոչի բան անեք, բանը Նարեկ ասում է, էթալու ենք աժը պայքարելու ենք, Նարեկ ջան, ախր դու դասիրակված, տեսած, զարգացած տղա ես, քո հակապատկերն էլ Ալեքսանյան Վահագն ու Ռուբինյան Ռուբենն են, դու այդ բոզիտրեք հետ էթալու ես ինչ անես ընդ է, դու ոնց կարաս ասենք դրանց հետ ինչ-որ մի բան անես ԿՊԱ-ականները պատական մարդիկ չեն, են մաղով որ մաղում են, ինչքան աղբ մնացել է, դրանք սաղ դա ԿՊԱ-ական անդամ չեն, ԿՊԱ-ական, այդ իրանցը կոչվում է ոչ թե ԿՊ-ի անդամներ, այլ առնանդամներ ԿՊ-ի, ու այդ ԿՊԱ-ականները իրանց առնանդամատոմսի հետ միաժամանակ բոզիտրու թուղթ են ստանում, ունդե բոզիտրու քննություն տալը, որ կդրվա բոզիտրու քննությունից, ինքը չի կարել ԿՊ-ի առնանդամ դառնա, ընդ բոզիտրու թուղթը ավելի կարևորով առանց այդ թղթի ԿՊ-ի առնանդամատոմսը չի անցնում, դու այդ հալես ինչ անես, ասում պահը հենց պահը եկավ հելնելու ենք փողոց, տղա ջան պահը, ասենք մինչև ընտրություններն է, որ մեղրը ասելով մի հատ միասնական հավաք արեք, սաղով կա ինչքան ընդդիմություն կա, հայտարարեք, ես ինչ օր է, եկեք հավաքվեք, թե թագը չեք կարում կիսեիք,
Հագը կկիսվեր ընտրությունների արդյունքում ով ամենաշատ բանն աներ, բայց չէ, видите ли, հանգարց սաղս թակավոր ենք։ Պահը ձայների հաշվետու գիշերն էր, որ մեռասելով հավաքեք մարդկանց, դժվար էր ամեն տեղամասից ձեր վստահվածը լայվ մտներ, ասեր այսքան ինչ, այսքան ինչ, այնքան ինչ, մի հատ տեղ սեղան դրածնեք, մեկը նստեր գումարել հանել անել, չէիք կարա գումարեք հանել անեիք այդքան։ Ընձիկ խնդրեք, ես կգումարեի, ես գումարելուց լավ եմ։ Ու եթե ձեր թվերը չհամապատասխաներ ՍԴ-ի թվերի, ԿՀ-ի թվերի հետ, ջոկ մեկ ԿՀ-ի միակ բանը, որ ես Նիկոլի հետ համամիտ եմ, այդ ենա, որ ԿՀ-ի նախագահ այդ Վահագը աննասունն է, ամենավերջի աննասունն է, ու այդ ամենավերջի աննասունը կարեցավ ձեզ իրա մատերի վրա խաղացնել, նատուրի աննասուն է, աննասուն, իքը ու դաժե Պապյան Գևորգից էլ ավելի բետար աննասուն, ինչպես հազա ինստիտուտը ավարտե ինչ, բայց ես պատկերացնում իրա ավարտած ինստիտուտը խելացի գոմն է եղել, ինքը խելացի գոմ ավարտե 100%, դրա նման աննասուն չկա, բայց ինքը ձեզ մատերի վրա խաղացրեց։ Պահը ՍԴ-ի որոշման օրներ, որ այդ ԿՀ-ից են, որ այդ հավաքված տեղից եղան ձայները հաշվեք տենակ չի ամընկնում, այդ հայ ԿՀ-ի մոտ ՍԴ-ի էլ չէիք հասնի, Նարեկ ջան։ Հիմի ինչ պահի սպասենք հարմար ձեզի, 5 տարի հետո հաջորդ ընտրություններին, 5 տարի հետո, եթե դուք Սամվել Կարապետյանի հարգանքի շնորհիվ մտնեք ԱԺ, այնքան թիմ եք ունենալու, ինչքան այսօր Քոչարյանն ունի։ Իսկ Քոչարյանը всё, պրծավ, ինքը քաղաքական դիակ դարավ։ Ծառուկյանը նույնպես։ Չնայած Ծառուկյանին զարմանալու չէ, դու մարդը ասում անձի անգամ դի վստահ եք, որ ինքը բանի անունը չի տալի դեպ իրա տեխնացուի վարչապետի, ու մարդը իր մասին երրորդ դեմքով է խոսում, այդ հոգեկան շեղում է մարդը իր մասին երրորդ դեմքով է խոսում, ու իրան պարոն Ծառուկյանով է ինքը իրան դիմում։ Այդ մարդուց պահանջելու բան չկա, բայց ասենք Սամվել Կարապետյանը հարգված ուրիշ կարգի մարդեր էլի, փչացրեցիք թառնան տղուն, էլ ինքը մատերը մոմել դարձնի, վարի էլ ինքը առաջվա հարգանքը բացառկում ունենա, որովհետև մի քանի 100,000 հոգի իրա հետ հույս էր կապում, իրա հետ հույս էին կապում, դաժե են բերետավոր մենթերն ու քննիչները, որ ես բոզիտ ու ձերը քակտեն ընգե, այդքան մարդու պատվադի տարիք, այսօր ասում ենք լուրջ դեմքով, նեղացած դեմքով, այդ մեկ ԱԺ, այդ մենք չես կարա, Նարեկ ջան, ընդ ուժեղ տղա չկա է, ընդ ով է Ալեքսանյան Վահագնը ուժեղ տղա, են նարկաման են բոզի տղեն է ուժեղ տղա, ընդ սա լակոտ բոզի տղեկ են, պագալովն էլ եմ ասում, ԿՊ-ի առնանդամ դառնալու համար, բոզի տղու քննություն են տալի, դուք այդ նույն կատեգորիայի մեջ չեք, դրա համար հետների չեք կարենալու, դուք չեք կարա, դու զարգացած տեսած տղա ես, դու չես կարենա իրանց այդ բան անես, դու պիտի Վահագ Ալեքսանյանը սաղ կյանքը տեսել է, որ գայս են իրա տան մեջ հացի համար մորը դոմքում են էթում են, մի փոր հացի համար, մեն էլ արդարանում ասում մենակ կնիկ եմ, դե երեխա եմ պահում, էլ չի ասում մենակ կնիկ է դարը, որտև ինքը ակարկա էր, որ մի նորմալ, ինչքան էլ որ էշալ է իրա մարդը, որ մի նորմալ մարդը կմնար հետը կաբրեր, դու էթալու ես իրա հետ ինչ անես, Նարեկ ջան, նենց որ ես ձեզի չեմ նախանձում, ու ձեզ այս փոսը գցեց թագը, բանում KGB-ի պատվալում ասամ են մեկ մի հատ թղթից թո թակ սարքի դնի գողին, ու Սերժիկի հետ կապը, սիկտիր արեք, այդ Սերժիկի հետ կապ ունեցող այդ ներդրվածներին ֆրսրեք մեջքի վրա մանդատը ձերծվեք ալեք ու քացով ընես տվեք որնին, թո սիկտիրն են էտա, դրանք ձեզի լավ խորուրդ չեմ տալի։ Սաղ ես ամեն ինչը հարամարիկ լիքը մարդու պատվադի տարեցիք, իմի սպասում ենք մինչև հարմար պահ է, այդ հարմար պահը 5 տարի հետո, եթե բախներս բերի մի հատ ուրիշ Սամվել Կարապետյանը լինի, այս Սամվել Կարապետյանը էլ չի լինի, էլ ինքը չի կարա լինի, էլ իրան վստահություն չունենալու ինքը, եթե բախներս բերի ուրիշ Սամվել Կարապետյանը պես տղա լինի, այդ հարմար պահը էտ անելու 5 տարի հետո,
Չնայած հլուշ չի, հլը կարակ թագները դնեք մի յանի վրա մի հատ հավաքվեք, քանի հլը չեն տարե, հաջորդը Ծառուկյանն է, հաջորդը Կարապետյանը, ինչ ասեմ, դուք եք ընտրե այս բանը, դուք եք, հիմե Սերջիկի եփած ճաշը դուք եք ուտում, սաղ ազգովի կերանք այստեղները սա հասե, հիմե դուք եք ուտում, սիկտիր արեք այդ Սերջիկին ձեր բանից, դրանցից այդ Սերջիկից ու իրա փեսից բոզի տղա, մենակ Նիկոլը Կարարանն էր, գտան, բերեցին, դրեցին, հիմի Սերջիկը հանգիստ կարում է իշնի մարդա մեջ, հիմի Նիկոլ իրանց ենքոն ոչ մեկի չի կարենալու, որ գտնի, չկա, Նիկոլ աշխարհի ամենավերջից տոր բոզի տղեն է, դրա համար ինքը պետք է իրա պաշտոնը պահի, իրա պաշտոնը պահելու համար էլ իր ձերից վեկալու համար, եթե ուզում ես կամ տիկրի բան արվի կամ էլ հավայի այն Ռուսիա ասես նի մոժը սրես նի մուչի ժոպու, չպետք է մտնեիք այդ ամեն ինչի մեջ։ Դաժե նիկոլականները գիտեն, որ Նիկոլ ամենավերջի բոզի տղեն է, մի անգամ մի հատ նիկոլական պարավի, որ պաշտպաններ ասեցի, դե որքան լավն եմ աղթում եմ թորները ծծաղ, թող Նիկոլի նման տղեր կնեն, նեղվավ, աշկերը լծեց, վայ, խնդրում եմ, մի թորների տենց բան մի ասա, մի անեցի, ապուշ են դրանք նատուրի ապուշ են, ու պագալովնը պարվա բոզ, ունես որ պատրաստվեք Տարեկ ջան, էտա, չեմ նախանձում ես ձեզ,